Մի վայրկյան կանգ առ, մի շարունակիր էկրանը ոլորել։ Այժմ կան հաղորդագրություններ, որոնք հայտնվում են հենց այն պահին, երբ հոգին շնչի կարիք ունի, եւ սա դրանցից մեկն է։ Մնա այստեղ, մի հեռացիր։ Քո ներսում կա մի բան, որ արդեն հասկացել ես, որ այս խոսքերը պատահական չեն եկել։ Վերջին օրերին դու տարօրինակ հոգնածություն ես զգում։ Սա պարզապես քուն չէ։ Այն նման է հոգնածության խառնուրդ ճնշման հետ, կուտակված զգացմունքների, խառնված մտքերի, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում։ Եվ լինում են գիշերներ, երբ մարմինը պառկում է, բայց միտքը չի հանգստանում։ Երբեմն ցավում է այն, ինչի մասին անգամ չգիտեիր, որ դեռ պահված է։ Եվ մի քանի օր անց դու հայտնաբերում ես, որ մտածում ես. ինչու ոչինչ չի փոխվում, ինչու եմ շարունակում սպասել, ինչու եմ զգում այս պայքարը ներսում, որը անգամ ճիշտ չեմ կարող բացատրել։ Եվ այսօր Աստված հաստատ ասում է քո սրտին. դու խճճված չես, դու փոխակերպվում ես։ Դու ուժերդ չես կորցնում, դու թույլ ես տալիս, որ հին բեռները ընկնեն։ Դու հետ չես գնում։ Ես պատրաստում եմ քեզ։ Ես պատրաստում եմ քեզ այն թռիչքին, որի մասին անգամ չես կասկածում։ Կամ փուլեր, որոնք մենք հասկանում ենք միայն այն ժամանակ, երբ դրանք ավարտվում են։ Եվ դու հենց այդ կետում ես, այդ սահմանին։ Սիրտդ անհանգիստ է դառնում ոչ թե այն պատճառով, որ սխալվում ես, այլ որովհետև այն զգում է, որ ինչ-որ մեծ բան է սկսվելով։ Ահա թե ինչու անսպասելիորեն նկատում ես, որ բաներ են տեղի ունենում առանց տեսանելի բացատրության։ Մարդիկ հեռանում են առանց հստակ պատճառի։ Ճանապարհները, որոնք ճիշտ էին թվում, հանկարծ փակվում են, դանդաղեցնելով նախագծերը։ Դռները, որոնք երբևէ բաց էին, վերածվել են լռության։ Եվ սա անհանգստացնում է, որովհետև դու մտածում ես, որ պարտվել ես, որ ձախողվել ես, որ հետ ես մնացել։ Բայց ուշադրություն դարձրու այն բանին, ինչ Աստված այսօր բացահայտում է։ Այնինչ հեռացավ, հաջորդ գլխի մասը չէր։ Այնինչ փակվեց, նրա ճակատագիրը չէր։ Այնինչ ավարտվեց, քո ապագան չէր։ Եվ այստեղ ուզում եմ քեզ մի կարևոր բան խնդրել, բավականին ուղիղ։ Նախքան շարունակելը բաժանորդագրվի ալիքին հիմա։ Սա սովորությունից չէ, սա պարզապես այո լինելու համար չէ։ Սա այն պատճառով է, որ լինում են օրեր, երբ մենք ուժ չունենք փնտրելու խոսք, ներսից վեր կենալու։ Եվ Աստված օգտագործում է նման ուղերձ, որպիսի պահի քո հոգին, երբ դու եզրին ես, երբ թվում է, որ ոչ ոք չի հասկանում, ինչով ես ապրում։ Գրանցումը պարզ միջոց է պահելու քո միտքն ու հավատը այն նպատակի համաձայն, որը նա արդեն սկսել է կառուցել քո մեջ։ Այժմ լսիր հոգով, ոչ միայն ականջներով։ Աստված տեսել է նրա գործընթացը, Աստված տեսել է նրանց լռությունը, նա տեսել է նրանց երկար գիշերները, տեսել է, երբ դու փորձում էիր ուժեղ լինել, չունենալով ոչ ոքի, ով կարող էր քեզ աջակցել, տեսել է, երբ դու ժպտում էիր դրսից, բայց ներսում պահում էիր, որ չքանդվես, եւ այն, ինչ դու կարծում էիր, որ լքվածություն է, հաճախ պաշտպանություն էր։ Այն, ինչ թվում էր ուշացում, հաճախ հարմարեցում էր։ Այն, ինչ քեզ ցավեցրեց, հաճախ այն մղումն էր, որը դուրս բերեց քեզանից այն, ինչը այլևս չէր համապատասխանում այն մարդուն, որ դառնում ես, որովհետև կա մի մանրամասն, որը գրեթե ոչ ոք չի նկատում։ Երբ Աստված քեզ նոր մակարդակի է բարձրացնում, նա նախ զբաղվում է միջավայրով։ Նա վերակազմավորում է հարաբերությունները, նա կտրում է շեղող գործոնները, նա փակում է ճանապարհները, որոնք կպահեին քեզ մակերեսին։ Դրսից սա նման է կորստի, միայն ներսում սա պատրաստություն է։ Եվ հենց այդ պատճառով այս խոսքը եկավ հենց այնպես, որ դու դադարես քեզ մեղադրել, դադարես մտածել, որ կոտրված ես, դադարես յուրաքանչյուր փակումը մեկնաբանել որպես պարտություն։ Կա մի բան, որ ընկավ, որովհետև այն չէր դիմանա այն բանի ծանրությանը, ինչ գալիս է։ Կա մի կապ, որ քանդվեց, որովհետև այն չի անցնի քեզ հետ հաջորդ փուլ։ Կան ծրագրեր, որոնք դադարեցվել են, որովհետև եթե մնան նույնը, դրանք քեզ կտանեն ավելի փոքր տեղ, քան այն, ինչ երբևէ գրել էր Աստված։ Սա մնում է մինչև վերջ, որովհետև դու ճշգրիտ հասկացիր, թե ինչ է անում Աստված այս հոգնածության, այս անհանգստության եւ այս տարօրինակ փոփոխությունների հետևում։ Եվ երբ դու տեսնես իմաստը, ինչ որ բան կբացվի քո ներսում։ Խոսքը միայն այս փուլը դիմանալու մասին չէ, խոսքը դրա մեջ թաքնված նշանը ճանաչելու մասին է։ Եվ երբ դա վառվի քո սրտում, դու այլևս նույն կերպ չես քայլի։ Նույնիսկ երբ ոչ ոք ոչինչ չգիտեր, Աստված տեսել է այն, ինչ դու պահում էիր ներսում։ Նա տեսել է, որ դու լուր կուլ ես տալիս, լռում ես, գրում ես ոչ ոքի չասելով։ Եվ նույնիսկ եթե դու կարծում ես, որ նա հեռու է, ճշմարտությունն այն է, որ նա ավելի մոտ էր, քան երբևէ, հենց այնտեղ հետևելով յուրաքանչյուր մանրամասնին, որը դու չէիր կարող բացատրել։ Այս հոգնածությունը, որ դու զգում ես, պարտություն չէ։ Սա նշան է, որ քո հոգին թողնում է այն բաները, որոնք այլևս չես կարող պահել։ Այնինչ թվում է պարզապես ճնշում, իրականում մաքրիման գործընթաց է։ Այնինչ թվում է խառնաշփոթ, անցում է։ Այնինչ թվում է անկարգություն, աստվածային վերադասավորում է, որը տեղի է ունենում անտեսանելիում։
Աստված շարժում է քեզ լռությամբ, առանց շքերթների, ներսում վերակառուցելով այն, ինչ պետք էր փոխել։ Նա վերցնում է քո կյանքից այն, ինչը արգելափակում էր քո աճը։ Նա հեռացնում է ձայները, որոնք շեղում էին քեզ, սովորությունները, որոնք թուլացնում էին քեզ, ճանապարհները, որոնք դանդաղեցնում էին քեզ, որովհետև այնինչ արժևում է, պահանջում է քո նոր տարբերակը, ավելի ամուր, ավելի գիտակցված, ավելի ամբողջական, այլ տեսողությամբ եւ այլ դիրքով ներսում։ Կա մի բան, որ պետք է հստակ հասկանաս. երբ Աստված բարձրացնում է քեզ, նա նախ դատարկում է, երբ Աստված ամրացնում է քեզ, նա նախ կանգնեցնում է քեզ իր առաջ։ Երբ Աստված ստիպում է քեզ աճել, նա նախ միջամտում է ներքին կառուցվածքներին, որովհետև աճը իրականում տեղի է ունենում ոչ միայն դրսում, այլ սրտում, մտքում, արմատներում։ Եվ այս անհանգստությունը, որ դու զգում ես, ապացույց է, որ երկինքը արդեն գործում է։ Քո ներսում տեղի է ունենում խորքային նորացում։ Քո հայացքը դեպի բաները փոխվում է։ Քո հոգևոր զգայունությունը բարձրանում է։ Քո սիրտը կտրվում է այն բանից, ինչը երբևէ կպել էր քեզ։ Քո միտքը փնտրում է պարզություն, եւ քո հոգին պահանջում է վերադարձնել իր տեղը։ Աստված այսօր հիշեցնում է քեզ մի շատ կարևոր բան. սա դու չէիր, որ կորցնում է իր կայունությունը։ Սա նա էր, որ շարժում էր իր պատմության անտեսանելի մասերը։ Ահա թե ինչու դու զգում ես, որ ինչ-որ բան ավարտվում է, եւ միևնույն ժամանակ ինչ-որ բան նոր է սկսվում։ Այդ պատճառով սա տալիս է հրաժեշտի զգացում, կարծես դու թողնում ես քո հին տարբերակը։ Ահա թե ինչու ներսում կա այս կոչը։ Սա ցանկություն է առաջ շարժվելու, աճելու, հասունանալու, ավելի մոտ լինելու Աստծուն եւ հրաժարվելու այն բանից, ինչը քեզ չավ էր պատճառում։ Սա թուլություն չէ, սա ուղղություն է, սա անիմաստ խառնաշփոթ չէ, սա Աստված է, որ քեզ ներսից վերակազմավորում է, որպեսզի քեզ տանի ավելի հեռու, քան դու մտածում ես։ Եվ ուշադիր հետևիր այս մասին։ Այնինչ գալիս է, ամբողջովին տարբեր կլինի այն բանից, ինչ թողել ես հետևում։ Դա կլինի ավելի հասուն, ավելի ամուր, ավելի կայուն։ Դա կլինի ավելի առողջ, ավելի թեթև ներսում, ավելի համապատասխան այն բանին, ինչ ունի քեզ համար իմաստ եւ նպատակ, որի համար դու ստեղծված ես։ Աստված քեզ ցավի տեղ չի տանում, նա հատուկ քեզ տանում է մեկ վայր, նույնիսկ եթե ճանապարհը դժվար էր, նույնիսկ եթե որոշ բաներ անարդար էին թվում, դրանցից ոչ մեկը չէր կարող քեզ ոչնչացնել։ Դա քեզ համար էր, դա քեզ հասունացնելու համար էր, դա քեզ ներսից պատրաստելու համար էր, որպեսզի դիմանաս այն բանին, ինչ գալիս է։ Հաջորդ մի քանի օրերը հստակություն կբերեն այնտեղ, որտեղ այսօր խառնաշփոթ կա։ Դրանք խաղաղություն կբերեն այնտեղ, որտեղ հիմա անհանգստություն է։ Դրանք պատասխաններ կբերեն այնտեղ, որտեղ այսօր միայն լռություն կա։ Դրանք ուժ կբերեն այնտեղ, որտեղ այսօր միայն հոգնածություն է նկատվում։ Որովհետև Աստված քեզ չի շարժել, որպեսզի քեզ կորցնի։ Աստված քեզ շարժել է, որպեսզի քեզ պատրաստի, ամրացնի եւ քեզ համահունչ դարձնի նոր ժամանակին։ Եվ պահիր այս ճշմարտությունը որպես վերջնական, որպես այն բան, որի հետ այլևս չես առևտուր անում քո մտքում։ Ոչինչ այն բանից, ինչ դու ապրել ես, զուր չէր։ Ոչինչ այն բանից, ինչ դու բաց թողեցիր, սխալ չէր։ Ոչինչ այն բանից, ինչ քեզ ցավ պատճառեց, պատահական չէր։ Յուրաքանչյուր գործընթաց ձևավորում էր քեզ, ուսուցանում էր քեզ մնալ, դարձնում էր քեզ ավելի ուժեղ, ավելի գիտակցված եւ ավելի ամուր։ Այժմ դու պատրաստ ես այն բանին, ինչ տեղի է ունենում։ Հին փուլը կատարեց այն, ինչ պետք էր կատարել։ Այն, ինչ մնաց հետևում, անիմաստ չէր, դա վկայություն էր։ Ցավը դատավճիռ չէր, այլ բուժում։ Այն, ինչ թվում էր ուշացում, արդեն հոգացվել էր, եւ այն, ինչ թվում էր վերջ, պարզապես անցում էր դեպի ավելի մեծ բան։ Հայտարարիր սա հավատով, համոզմամբ, համահունչ սրտով։ Տեր, բացիր իմ աչքերը, որպեսզի ճանաչեմ նոր կայանը, որը Տերը դնում է իմ առաջ։ Բացիր իմ միտքը, որպեսզի հասկանամ այն, ինչ նախկինում չէի կարող տեսնել։ Ամրացրու իմ ներսը, որպեսզի քայլեմ քաջությամբ։ Աջակցիր իմ քայլերին, որպեսզի չվերադառնամ այն բանին, ինչը արդեն անցել է։ Եվ առաջնորդիր իմ կյանքը խաղաղությամբ եւ ուղղությամբ դեպի նպատակը, որը պատրաստել է Տերը։